Սիրելիներ, այսօր ես որոշել եմ պատասխանել ձեր իսկ տված հարցերին եւ այսպես առաջին հարցը տվել է մի շատ սիրելի հետևորդուհի, ով ապրում է Ամերիկայում, նա հետաքրքրված էր թե ինչ արժեն սեփական տները գերմանական գյուղերում, որպեսզի այս հարցին անդրադառնամ, բնականաբար ստատիստիկայում ես առանձնացրել եւ ներկայացնելու եմ թվերը։ Ասեմ, որ Գերմանիայում կյանքը կենտրոնացված չի միայն մեծ քաղաքներում կամ առավել եւս Բերլինում։ Նա շատ համաչափ է եւ երբեմն գյուղում ապրողը շատ ավելի հարուստ է, քան օրինակ նույն Ֆրանկֆուրտում, Բերլինում կամ Համբուրգում ապրողը, որովհետեւ նվազագույնը ունի անշարժ գույն։ Որպեսզի ավելի հստակ պատկերացնենք, ես վերցրել եմ 120-ից 150 քառակուսի մետր մակերեսով տունը գյուղում ինչ արժեք կունենա։ Ուրեմն 150-ից 250 հազար, եթե հին է եւ վերանորոգման կարիք ունի եւ գտնվում է քիչ զարգացած տարածքում։ 250-ից 400 լավ վիճակում գտնվող սովորական գյուղական տան գինն է։ Իսկ 400-ից 600 հազար լավ տուն քաղաքի մոտակայքում։ Իսկ 600 հազարից ավել, եթե գտնվում է Համբուրգում, օրինակ Քիլում, Լյուբեկում կամ զբոսաշրջանային հայտնի տարածաշրջաններում, իդեպ Քիլը դա Շլեզվիգ-Հոլշտայնի մայրաքաղաքն է, Լյուբեկն էլ դա տուրիստական քաղաք է, հա։ Տեսեք, ես ձեզ ներկայացրեցի թվեր, բայց պետք է նաև խոսեմ, թե ինչից է կախված այս ամեն ինչ։ Առաջին հերթին կարևոր է, թե տան վիճակը ինչպիսին է, որովհետև երբեմն դու կարող ես 250 հազար եվրո տուն գնել, բայց այդ վերանորոգումը, տանիքը, նկուղը սարքելը վերջում կարող է մի 200 հազար էլ քո վրա նստի։ Որտեղ օրինակ Հյուսիսում, քանի որ խոնավ է, ծովին մոտ է, շատ տներ ունեն նաև խոնավության խնդիր։ Ու Հայաստանի նման չի, որ հա դե առա, հետո քիչ ես իմ ձեռքով կանեմ, իսկապես այստեղ եւ այդ մարդկանց ծառայությունները, ովքեր որ վերանորոգում են կատարում վարպետների շատ բարձր է, հետեւաբար դու վերջում չես կարող իմանալ վերջում ինչ գին դուրս կգա։ Կարևոր է նաեւ թե ինչպես է ջեռուցվում քո տունը, եթե այն հոսանքով է, ապա շատ ավելի թանկ է վերջում քեզ վրա նստելու, եթե այն այսպես կոչված յուղ վառելիքով է, շատ ավելի էժան։ Ու բնականաբար, եթե մարդիկ օրինակ տուն են գնում, այդ դեպքում շատ մեծ գումար տալիս են այդ միջնորդին, մակլերին, փաստաբանական տարբեր, այսինքն ոչ թե փաստաբանական, այլ նոտարական ծառայությունների համար, ու դա կարող է լինել մի քանի այդպես տասնյակ հազար եվրո, բայց նաև ասեմ, ինչով է նաև շատ ավելի պայմանավորված, թե արդյոք կան ենթակառուցվածքներ։ Այսինքն թե գյուղի տարածքում կա դպրոց, կա մանկապարտեզ, կա խանութներ, կան ինչ-որ զվարճանքի վայրեր։ Գյուղում ապրելը շատ մեծ ինքնառավելություններ ունի, որովհետև եթե դու Ֆրանկֆուրտում ինչ-որ X գնով կարողանում ես փոքր այդպես տուն վարձակալել, ապա գյուղում անգամ վարձով տունը ինքը քեզ համար մեծ տարածք է, ունես միշտ հողատարածք, հետո գերմանացիները շատ են սիրում իրենց հողատարածքները մշակել, այնուամենայնիվ ինքը միայն մեծ պլյուսներ ունի ու բնականաբար գյուղում ավելի շատ լավ է երեխաներ մեծացնել եւ դաստիարակել։ Գերմանիայում կա նաեւ այդ խնդիր, որ տները իսկապես շատ թանկ են, շատ ավելի թանկ են, քան իսկապես իրենք արժեն։ Պատճառն այն է, որ տոկոսադրույքներն են շատ ցածր ու մարդիկ 30 տարով վերցնում են այդպես կես միլիոնանոց մի տուն, տենց 30 տարի, տենց քիչ վճարում են։ Այսինքն երբեմն քո տան վարձը, որը դու պիտի վճարես եւ այդ վարկային գումարը համարյա նույնն է։ Դրա համար ի հաշիվ դրան բնականի հենց բուն գները շատանում են։ Իսկ եթե ուզում եք տեղափոխվել Գերմանիա եւ հետաքրքրված եք, ապա նկարագրության մեջ կա մի վիդեոլինք, այնտեղ ես պատմում եմ առավելությունների մասին եւ ինչ է ձեզ իսկապես սպասում, եթե տեղափոխվեք այստեղ։ Կարող եք այս վիդեոն բնականաբար տարածել, լայքել եւ բաժանորդագրվել, ես միշտ ասում եմ, իմ հետևորդները շատ ինտելեկտուալ, իմ հետևորդները ամենալավն են։ Ես ոչ թե 3000-ից ավել ունեմ բաժանորդ, այլ ես կարող եմ ասել ամեն իմ բաժանորդը 10 հոգու արժե եւ իմ բաժանորդներին չպետք է համեմատենք այլ մարդկանց հետ, որովհետեւ դուք շատ լավն եք, դուք ձեզ նմանը չկա, անկեղծ ասեմ։ Անցնենք հաջորդ հարցին։ Ուրեմն մի երիտասարդ ասում էր, որ ինքը միտք ունի տեղափոխվել Եվրոպա եւ իր բարեկամները, ովքեր որ արդեն այստեղ ապրում են, իրեն մշտապես հետ են համոզում, ասելով, որ այստեղ կյանքը ռոբոտի նման է եւ աշխատանքը ռոբոտի նման է։ Որպեսզի այս հարցին կարողանամ պատասխանել, նախ ասեմ ինչն է տարբերությունը։
Տեսեք, Հայաստանում հիմնականում սկսվում է կյանք աշխատանքային, այդպես ասեմ, գործունեությունը, դու սկսում ես ծավալել 9-ից հետո, ել չեմ ասում պետական հաստատություններում ժամը 11-ին նոր կոֆե են դնում, որ նստեն այստեղ բարելույս անեն։ Իսկ Եվրոպայում, եւ Ֆրանսիայում, եւ Գերմանիայում ընդհանրապես այդպես չէ, այսինքն ժամը 8-ից սկսվում են պետական ծառայողները իրենց աշխատանքը, մանկապարտեզները, դպրոցները շատ շուտ 7:30-ից 8-ից, վարպետները ընդհանրապես, սիրելիներ, պետք է արդեն ժամը 6-ին լինեն աշխատանքային իրենց վայրում, խանութները 7-ին են բացվում։ Դե տեսեք, եթե դուք միջինացված ասեմ, 7-ին պետք է գնաք գործի։ Բնականաբար գոնե մի ժամ շուտ պիտի արթնանաք, եթե ոչ 1.5 ժամ, որովհետև եթե դուք գտնվում եք օրինակ ձեր աշխատավայրից բավականին հեռավորության վրա, պիտի հաշվարկեք, օրինակ, չգիտեմ, հանրային տրանսպորտով, ավտոմեքենայով 30, երբեմն մարդիկ կան, որ շատ ավելի երկար են իրենց պահանջում մինչև աշխատանքի տեղը հասնելը։ Այդ հաշվարկեցինք, հետո առավոտյան գոնե մարդիկ եթե ընտանիք ունեն, պատրաստել, երեխաներին ուղարկել կամ եթե մենակ ես, բնականաբար այնտեղ առավոտյան ցնցող մի հատ սուրճ խմել, մի հատ եւ կարճ ասած, եթե դու 7-ին գործի ես, գոնե պետք է 5-ին արթնանաս։ Իսկ որպեսզի դու 5-ին կամ 6-ին, այսպես ասեմ, եթե դու 8-ին ես աշխատանքի արթնանաս, պետք է շուտ քնես։ Շուտն էլ գոնե մի 8 ժամ շուտ, այսինքն 10-ին, հասկանում եք։ Հետևաբար, եթե դու 10-ին քնում ես ու ժամը 5-ին գալիս ես օրինակ քո աշխատավայրից, հա, այդ ժամանակը դու ընտանիքիդ հետ ես անցկացնում, այդ ժամանակը դու տրամադրում ես քո հանգստի համար քո տան միջավայրում։ Ու դրա համար դու շատ դժվար աշխատանքային ժամերին, օրինակ երկուշաբթիից ուրբաթ, կտեսնես, որ մարդիկ ինչ-որ կաֆեներում, քեֆ են անում, չգիտեմ, ինչ-որ աշխուժություն, ոնց է Հայաստանում, ժամը 11-ն է, իրիկունը, մետրո եմ նստել, մեկ է նայում եմ, 11:30 է գրեթե, էս էլ նայում եմ ժողովուրդը լիքը, ասում եմ մոտ, այս մարդիկ, լավ, ես արձակուրդի մեջ եմ, այս մարդիկ վաղը գործի չեն։ Ու սենց հետաքրքիր է, որովհետև ես էլ Հայաստանում աշխատել եմ լրագրող, մենք էլ ժամը 9-ից մինչև 6 աշխատել ենք, այո, բարդ է եղել, այո, շատ ենք հոգնել, բայց մի տեսակ մեր էներգիան հերիքել է, ընկերներին տեսնել, գնալ, քեֆ անել, չգիտեմ, ինչ միջոցառման մասնակցել, կարող է մենք ջահել էինք, հիմա տենց այդ ինձ թույլ չեմ տալիս, բայց միջավայրը շատ ինքը իրանը ասում է, այսինքն եթե ուզենաս ընկերներին տեսնել, դա էլ մի ուրիշ հարց է։ Եվրոպացիները սպոնտան չեն։ Եվրոպացիների հետ դու պետք է շատ ավելի նախապես մի շաբաթ շուտ, եթե լավ մոտիկ ընկեր է, պայմանավորվեց, որ ինչ-որ մի բան իրար հետ, ինչ-որ մի բան կազմակերպեք, անգամ սուրճ նստելը սրճարանում էլի պետք է պլանավորված լինի, հա։ Ես հիշում եմ, որ նոր է եկել մեր աշխատանքային վայրում գոլեգաները այսպես մի 3 ամիսը մեկ տենց կազմակերպում ենք ընթրիք երեկոյան մեր հաշվին, բնականաբար, ու այս մարդիկ 2 ամիս շուտ պայմանավորվում են, որ հանդիպենք, ես անում եմ, ասեմ, այ մարդ, այսօր հիմա հոկտեմբերն է, դուք արդեն դեկտեմբերի սկիզբ ինչ-որ բան եք պայմանավորում, ես ինչ իմանամ ինչ անեմ, հասկանում եք, ինչ օրի եմ այդ օրը լինելու, ինձ հարմար չի, բայց հետո որ դու արդեն այդ միջավայրում դու էլ ստիպված ես պլանավորել, դու էլ արդեն համակերպվում ես ու քեզ համար տարօրինակ չի։ Այսինքն ասածս ինչ է, որ ռոբոտի նման աշխատելը, եթե ձեր բարեկամները նկատի ունեն, այո, երկուշաբթիից ուրբաթ օրը դու պարզապես աշխատում ես կամ տուն ես գալիս հանգստանում ես, իսկապես չես կարող դու ուրիշ բան քեզ թույլ տալ։ Այս շաբաթ կիրակի օրը ուրիշ, դե կիրակի մի քիչ այդպես չէ, որովհետև կիրակի օրը Գերմանիայում բոլոր խանութները փակ են, կիրակի օրը պետք է լվաց կանես եւ այլն ինչ որ մաքրություն, թղթեր կազմակերպես, արդեն պատրաստես քեզ հոգեբանորեն, որ երկուշաբթի օրվա հենց աշխատանքի ես, բայց եթե այդ նկատի ունեն ձեր բարեկամները, այո, ինձ թվում է ավելի լավ է փորձել, եթե հիասթափվեցիք, հետ կգնաք, աշխարհը դրանից փուլ չի գա, եթե դուրներդ գա, ինչ որ կոմպրոմիսներ գտնեք, ինձ թվում է էլի ձեզ միայն օգուտ է, կամ կձեռք կբերեք հրաշալի փորձառություն, կամ էլ ընդհանրապես այլ կյանք կկազմակերպեք, հա, Հայաստանից դուրս։ Սիրելիներ, իսկ եթե դուք նույնպես ունեք հարցեր, ապա կարող եք դրանք տալ կոմենտների մեջ եւ ես այդ հարցերին կպատասխանեմ էլի առաջիկա վիդեոներում։ Իսկ եթե ձեզ մոտ հարց է առաջացել ամբողջ տեսանյութի ժամանակ, այս աղջիկը էս ուր է, ասեմ ձեզ, ես գտնվում եմ սկաուտների բազայում։ Մինչ հաջորդ վիդեո։